10 տարի Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ Հայաստանի Հանրապետության իշխող ուժը եղած Հանրապետական կուսակցությունն այսօր կանգնած է ընտրություններին անցողիկ շեմը հաղթահարել չհաղթահարելու խնդրի առաջ։ Լրագրողների հետ զրույցում Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե երկվություն կա պայքարել մի քանի մանդատի համար, թե նվազագույնի հասցնել ընդդիմադիր պայքարը, հնարավորություն ստեղծելով այն ուժերի համար, ովքեր հավակնում են հաղթել։ Իր տվյալներով, սակայն, իրենք կարող են անցողիկ շեմը հաղթահարել։ Բոլոր նրանք, ովքեր փորձեն, ես նկատի ունեմ քաղաքական ուժերին, ովքեր պիտի փորձեն մեր հաշվին աչոք հավաքել, իբր մեր շանսերը նվազեցնելու համար, ակնհայտ է, որ իրենց ասվելու է ճշմարտությունը։ Քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը համակարծիք չէ, ասում է ողջ գործունեության ընթացքում Սերժ Սարգսյանին կեղծ սոցիոլոգիական տվյալներ են ներկայացրել։ Այդ են տոկոս խփելն, ես մարդը այնքան այդ սոցիոլոգիայից խոցել փչացրել, երկրն էլ է փչացրել, ինք իրենն էլ է փչացրել, բենզինն էլ, սալյարկն էլ հետ։ Այսօր շատ լուրջ ընդունել պետք չի, սա չի հարցը, բայց ուղղակի այն է, որ այդ գողապետության շրջանի այդ լութոկրատ իշխանությունը կոնսոլիդացվում է համատեղ գրող Հայաստանի Հանրապետության, ինչպես ասում են, ընտրված իշխանության հանդեպ, բայց դա չի ելի խորքը։ Խորքը Հայաստանի ազատ, անկախ եւ ուժեղ պետություն դառնալու իդեալի դեմ, որը իրենց պլանի մեջ չի մտնում Ռուսաստանի պլանի մեջ։ Հիմա իրենք ոնց են անցնելու, չգիտեմ, ինքը անցնող ելներ չէր փրվի։ Սերժը այն պարագան է, հիշում եք, չէ, հայկական եւ ոչ միայն հայկական հայտնի այս ասույթը կա, որ ասում են գետանցի ժամանակ ձիերին չեն փոխում։ Ինքը այն քաղաքական ձին է, որ խփվեց գետանցի ժամանակ։ Սահմանադրություն էր փոխում, չէ՞ իր ծորների համար։ Հիշում եք, չէ՞, ասում են նոր սերունդ է պետք, որ այսինքն սրանք այն ժամանակ չարչարում են իրենց այս բանը, մի խոսքով ծնած ինչ-որ մի բանը վերել քաղաքականություն իրենցով փոխանը չէ։ Սերժ Սարգսյանը համակարծիք չի այն տեսակետի հետ, թե իր եւ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական թիմերի միջև պայքարը թեժացել է, ասում է ջրերն են զուլալվում։ Շիրինյանը բացատրում է հակասություններն ինչի շուրջ են իրականում։ Իրենց ունեցվածքի շուրջ է, ունեցվածքի պատասխանատվության շուրջ է, բայց իրենց այդ հակասությունները անրջային է, որովհետև իրենք չեն իրենց ճակատագրի եւ իրենց կամքի տերը։ Կոպիրկին ինչպես կասի մի անգողին կմտնեն, կասի առանց անգողնու կմնան, կասի առանձին։ Դրա տերը բացառապես Ռուսաստանն է։ Խորհրդանական ընտրություններին դեռ 3 ամսից ավել ժամանակ կա, քաղաքական դաշտում ակտիվ վերադասավորումներ են, շատերը մարզային այցելություններ են կատարում։ Շիրինյանը եւս շրջել է մարզերում, ասում է նախկին ղեկավարների նկատմամբ դրական վերաբերմունք չկա։ Մի հատ անունները տվեք, անուն տվեք, Քոչարյան մի հատ, Սամվել, այդ Սերժի մասին ընդհանրապես խոսք չկա, Սերժը գոչուն չունի այդպիսի բան, եւ տարօրինակ էս մարդը ուրեմն գողության համար բանից դուրս է գալիս, չէ, նիստից դատական, խոսում է քաղաքականության ազնվության մասին։ Սալյարկի գործովը չէ էս մարդ, գոնե ադամանդի գործով լիներ, գոնե ասենք մուշտակի գործով լիներ, սկյուրի, Սալյարկի գործով։ Այսինքն ուզում եմ ասել այսպեսի բան, բայց ընդունենք, որ աշխարհը շատ անակնկալ է, այս աշխարհակարգը եւ շատ բաներ կարող են լինել։ Ռուսաստանի հետաքրքրություններն այս ընտրությունների հետ կապված միանշանակ են, բայց միանշանակ չէ, թե ով է Մոսկվայի սրտի թեկնածուն, ոչ մեկն էլ վարկանիշ չունի։ Ով է Ռուսաստանի թեկնածուն։ Ռուսաստանը չի ասում, ինչ որտեղ չունի։ Խարիզմատիկ առաջնորդ չունի, ինչ ունել օգտագործել է, բայց մեկին պահած կլինի, կարող եմ որ տեսնենք քաղաքական մի կույս Արևմտյան ճամարտաբաներով էլ այսպես եվրոպական, ամերիկյան մի հատ պրոֆեսոր կա, իբր Միչիգանից է, չգիտեմ ինչից է, ռուսները արգահատանք են զգում իրենց այդ մարդու պաշտպանածից եւ այլն։ Եվ այսպես շարունակ, ում կհանեն դժվար է, ասեմ մենք ուղղակի պիտի նայենք, կարող է չանեն ժեստ անեն Հայաստանին, ասել զոհում ենք սրանց, դուք որովհետեւ այսինքն ներքիններն է որ ճար չունենք փոխելու։
բայց սա դրա համար ես հիմա ուշադիր հետևում եմ, չեմ ուզում տեսնեմ ով կարող է լինել։ Նախընտրական քարոզարշավն անակնկալներ է խոստանում, սակայն միանշանակ է նախկին իշխանություններն ու նրանց հետ աֆիլացված ուժերը ակնհայտ պրոռուսական ուղղվածության, թեկուզ նոր դեմքերով հանրության համար ընդունելի չեն։ Մոսկվան Աշչիրինյանի վերջին ջանքերն է գործադրում մեկնումեկի վրա, վերջին պահին խաղադրույք կանի, հետո անհրաժեշտության դեպքում կհանձնի։ Կամ ռուսական գաղտնի ծառայություն, կամ կեբեշնիկ, ֆեսբեշնիկ էլի, կամ էլ հայկական գաղտնի ծառայություններից դուրս շպրտված մի հատ քաղաքական կներեք պորնիկ, պետք է հանեն բերել, կներեք քաղաքականի համար եմ ասում, որ իրենք մի քիչ զգուշ են, շատ ասեցի, կարող եմ մտածել իսկապես կույս են։ Հիմա դա չի, Ռուսաստանն ինչ է ուզում մեզնից, նա ուզում է Հայաստանի Հանրապետության անեղացում, պետականության հիմքերի թուլացում, քայքայում եւ այստեղ է մեր խնդիրը, կարող է այսօր լուծել, թե չէ, բացառված է, ինչ է պետք իրեն, իրեն պետք է կոնֆլիկտը շարունակվի, իհարկե իր համագրանք էս գողավազակ հատվածի վրա է, լութոկրատների, գողացած, քցած, խապած, բայց դա քիչ բան է, միայն ինքը համագրում է սրանց հետ է, բայց դա չի, նրանց դարտը չի, եթե ինքը նրանց դարտը լիներ, այն Արցախի, որ ասում են ռազմաքաղաքական ղեկավարությունը, որ ձեռ առնեն 8 հոգին ռազմաքաղաքական, այն մեկ ներկա ասում Արցախի էլիտան, այ քեզ բան, ուրեմն տեսեք ինչ հաճույքով հանձնեցին Բաքվին, հիշում եք, էկրաններով տեսակ, ուրեմն սրանց էլ կհանձնեն, բայց կարևորը դա չի, կարևորը Ռուսաստանը մեր քաղաքական գործընթացը կառավարում է, ինչով, կոնֆլիկտով ստեղծվել է ներսում, մենք կամ Քոչարյանի դեմ ենք, կամ Քոչարյանի կողմ ենք, ճիշտ է հիմա, վաղը կլինենք Սամվելի դեմ, կամ Սամվելն էլ կգնա, Արայի կողմ ենք, կամ դեմ ենք, այդ կոնֆլիկտը ստեղծել է, հրահրել է, չի ստեղծել, այդ կա, որտեղ ուրեմն այդ Ռուսաստանը կոնֆլիկտը կառավարում է, եւ այդ իմաստով Հայաստանը կառավարվում է, դրսից իսկական ստրատեգիան կառավարմյանի։ Հիմա սա կարողանալու ենք հաղթահարենք։ Դա ենթադրում է Ղարաբաղյան կլանի ոչնչացում, ոչնչացման առաջի պահանջն է, ոչ մեկը ազգային ժողովում չպետք է լինի։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։